Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 11 հոկտեմբերի օրը շաբաթ, բարի երեկո։ Գեղարքունիքի մարզում բերքահավաք է, հողագործներն օգտվում են եղանակի բարեհաճությունից ու շտապում օր առաջ անբարել իրենց բերքն ու բարիքը, հատկապես ակտիվ ընթացքի մեջ է կարտոֆիլի բերքահավաքը։ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքահավաքի եռուն շրջանն է, աշնանային արևառատ օրերը հողագործներին դուրս են բերել դաշտեր, հավաքելու եւ անբարելու երկարատև ձմռան պաշարը։ Այս տարի մարզում կարտոֆիլի խոշոր եւ մանր ցանքատարածությունները կազմել են ընդհանուր 5566 հեկտար։ Տարին չորային է եղել, բերքի քանակն էլ տարբեր տնտեսություններում տարբեր է, կախված կարտոֆիլի սորտից եւ մշակության ընթացքից։ Միջին բերքատվությունը սպասում ենք մոտավորապես 230 ցենտներից 260 ցենտներ բերքի։ Բերքատվության քանակը կորոշվի վերջնական արդյունքը ստանալուց հետո ամիսներից։ Մի տեղում հնարավոր է լավ լինի, մի տեղում վատ լինի, դրա համար ասում ենք միջին բերքատվություն, բայց ընդհանուր առմամբ չորային տարին կարտոշկի բերքատվության համար լավ է լինում, եթե ջրվում է։ Այս տարվա ընդհանուր ցանքատարածությունների 2090 հեկտարը բաժին է հասնում Վարդենիսին։ Հենց այստեղ են մարզում մշակովի ամենախոշոր հողերը, իսկ կարտոֆիլի դաշտերը հեկտարներ են կազմում։ 2 հեկտարից մի 20 սոտա պակաս, հա։ Պետքան եմ ուժը սպատել, ցանել եմ։ Հիմա էլ բերքահավաքն է, հավաքում եմ։ Ճիշտ է, շատ լավ չէ, բայց ոչինչ։ Դժգոհ չեմ իմ տանջանքների համեմատ, որովհետև անձրև չեկավ ցանելուց մինչև այսօր։ Մի 20 օր, 10 օր առաջ անձրև եկել, էլ եկավ վնաս տվեց, էլ օգուտ չտվեց։ Ուշացնում աշխատանքը։ Լավ թե վատ, բերք կա, այս պահին հողագործներին անհանգստացնում է իրացման խնդիրը։ Բերքի որոշ մասը հենց դաշտում են վաճառում, մնացածն էլ անբարելու են հույսով, որ ստացված եկամուտը կփակի տարվա ընթացքում կատարված ծախսերը։ Գալիք տարվա մշակության ծավալներն էլ պարզ կլինեն այս տարվա բերքի ու դրա իրացման արդյունքում։ Մի 25-ից ավել կստանամ, 30 չեմ հասցնի, կարտոշկեն, լրիվ կարտոշկեն, բայց վաճառքին երևի մի 18-17 տոննա ունենամ մտել աշխատանքին, տեխնիկային, հողի վարձ, ջրի վարձ, մյուս գարուն նորից վարկ, նորից ցանել, վարկեր փակենք, տեխնիկայա, սայլարկի արժեքն է։ Ճիշտ է, մի քիչ հա, տեղումներ չկար, մի քիչ դրանից դժգոհություններ կան, բայց ոչինչ։ Մշակությունը մի հեկտար ու ավել տարածքի վրա է, 32-ից 35 տոննայով բերք ենք ստանում, նորմալ միջին բերք է, չենք դժգոհում։ Մյուս տարվա համար ավելի շատ կրկնակի կամ մի քիչ ավել ցանքատարածություն կունենան կարտոֆիլի։ Ունենք սեփական տեխնիկայի պարկ, սեփական ամեն ինչ, մի քիչ այդ թեթևացնված ծախսերը։ Պետության կողմից սուբսիդավորում ստացել ենք, ունենք լիզինգով տեխնիկա, նոր տեխնիկաներ, այդ ավելի է հեշտացնում աշխատանքը հողի հետ, նոր տեխնիկա, ժամանակի կորուստ չկա, վառելիքի կորուստ չկա, ամեն ինչը նորմալ է։ Կարտոֆիլի ցանքատարածությունների կողքին 11 հեկտարի վրա մշակված գազարի բերքահավաքն է սկսել գյուղատնտես Սմբատ Ջանիբեկյանը։ Մոտ 600 տոննա բերք է ակնկալում։ Գոհ է, սակայն իրացման խնդիրը նրան էլ է մտահոգում։ Բերքահավաք անում ենք օրվա պահանջով, բայց էսի Վարդենիսն օրվա պահանջով հնարավոր չի, կարող է 5 օր հետո ծուն կա։ Այս օրերին բերքահավաքի վրա է կենտրոնացված համայնքային եւ մասնավոր սեփականության ամբողջ գյուղտեխնիկան։ Բերքը ժամանակին ու առանց խոչընդոտների դաշտից տուն տանելու համար խոշոր գյուղատնտեսները նաեւ լրացուցիչ աշխատուժ են ներգրավում բերքահավաքին։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Սերը դատավճիռ չէ, աղջիկ երեխաների ծնունդից հրաժարվելու խնդիրն է վերջերս նկարահանված ֆիլմի հիմքում։ Այն ցուցադրվել է Գավառ քաղաքում եւ դարձել քննարկման նյութ, խնդրով մտահոգ կառույցների եւ անհատների շրջանում։ Երևանում կայացած պրեմիերայից մեկ ամիս անց Գավառ քաղաքում ցուցադրվում է «Շնորհավոր աղջիկ է» ֆիլմը։ Մոտ 30 րոպե տևողությամբ ֆիլմն անդրադառնում է սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին։ Հայաստանում երևույթը նոր չէ եւ շարունակում է մտահոգիչ լինել նաեւ այն առումով, որ շատ հաճախ կնոջն ուղղակի ստիպում են հրաժարվել աղջիկ երեխայից։ Սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի մեծ մասը գրանցվում է Գեղարքունիքի մարզում։ Փաստում են տեղական եւ միջազգային տարբեր կառույցների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները։
Այս առումով ուզում եմ հատուկ շեշտադրել, որ կարևոր է ընդհանրապես ֆիլմի ցուցադրությունը Հայաստանի բոլոր մարզերում եւ դա էր պատճառը, որ ինքս առաջարկեցի Նիդերլանդների թագավորության դեսպանության մեր հարգելի գործընկերներին մեզ հետ համատեղ ունենալ ցուցադրություններ Հայաստանի տարբեր մարզերում եւ առաջին մարզը, որ ընտրեցինք հենց Գեղարքունիքի մարզն է։ Ֆիլմի ստեղծմանը աջակցել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանությունը, կանխել աղջիկ երեխաների ծնունդից հրաժարվելը, չխախտել կանանց վերարտադրողական առողջության իրավունքը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Սա է ֆիլմի ուղերձը։ Խնդրի լուծման նպատակով իրենց ջանքերն են միավորել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Նիդերլանդների դեսպանությունը։ Մեզ բացասական առումով մի բան շատ զարմացրեց։ Վերջին 20-ից 30 տարիներին Հայաստանում 80,000 աղջիկ չի ծնվել սերով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով։ Մենք հույս ունենք, որ այս ֆիլմը կքննարկվի հասարակության տարբեր շերտերում, տանելով դեպի սեռերի միջև հավասարության, որտեղ բոլորը կունենան իրենց դերը եւ գենդերազգայուն խնդիրները Հայաստանում կլուծվեն։ Սա շատ կարևոր ազդակ է, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր առմամբ զբաղվել ոչ թե պարզապես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրով, այլ կարողանանք նաև տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության, աղջիկների եւ տղաների իրավահավասարության, ոչ թե արտոնությունների, այլ հավասար հնարավորությունների տրամադրման կարևորության ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Շնորհավոր աղջիկ է ֆիլմի դիտումից հետո լսարանն ու բանախոսները բավականին երկար քննարկում են խնդիրը, կարծրատիպերն ու հասարակության ընկալումները, փորձում են համատեղ գտնել երևույթի կանխարգելման ու հաղթահարման ուղիներ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում հաճելի հանգստյան օր։